Բարձր սա դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա, դեկոնստրուկցիա գծի, ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, երրորդն է այդ զրույցների մեջ, որը սկսել ենք այս տարի, առաջին մեր զրույցի մեջ մենք արդեն սահմանել ենք, թե ինչով ենք մենք այստեղ զբաղվում, այսպես ասած, քանդել հավաքելով հանրայնորեն տարածված կամ հանրային գիտակցության մեջ ամրապնդված տարբեր պնդումներ, ձևակերպումներ, ճշմարտություններ կամ միգուցե ճակերտավոր ճշմարտություններ, ամենայնպես այնպիսի ձևակերպումներ, որոնք ինքնին պարզ են համարվում, ու կատակով այս հաղորդումը ես sense ընկերական միջավայրում կոչում եմ քանդուկ հավաքուկ, դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա կամ քանդուկ հավաքուկ, ավելի sense ոչ ֆորմալ միջավայրում եւ երկրորդ արդեն մեր զրույցի ընթացքում անցյալ անգամ մենք որոշեցինք մի շատ պարզ ուրեմն պնդման քննությունից սկսել, այն որ ասում ենք դե մենք փոքր ազգ ենք եւ սկսեցինք քննել դա եւ եկանք նրան, որ այդ պնդումը իրականում այդ պատկերացումը ոչ այնքան քանակի մասին է, ինչպես առաջին հայացքից կարող թվալ, ոչ այդքան օբյեկտիվ իրականության մասին է, ինչպես էլի կարող է առաջին հայացքից թվալ, այլ ավելի շատ հոգեբանության, մտածողության եւ աշխարհի պատկերի։ Եվ այստեղից մենք եկանք նաեւ այդ աշխարհի պատկերին մեր մոտ ավանդական, որ կան մեծ ազգեր, որոնք ամեն ինչ որոշում են եւ փոքր ազգեր, որոնք պետք է պարզապես հարմարվեն մեծերի ստեղծած աշխարհից, եւ այստեղից մի հարցադրում ծագեց, որ եթե այդպես է, իսկ ընդհանրապես հետաքրքիր է, այդ ինչպես են այդ մեծեր կոչվածները, որոնք օբյեկտիվորեն մեծ են կամ մենակալման մեծ են, ինչպես են դարել մեծ, արդյոք դա տենց ի սկզբանե տրված է եղել, արդյոք Տեր Աստվածն է իրենց այդպես ստեղծել, արդյոք չգիտեմ ինչ որ այլ գերնպաստավոր պայմաններ են դրան նպաստել, թե ինչ որ այլ բան կա։ Եվ այդտեղ մենք կանգնեցինք եւ խոստացանք շարունակել այդ զրույցը եւ այսօր գալիս է այդ շարունակությունը։ Ուրեմն սկսում ենք այդ հարցադրումով, ինչպես են ընդհանրապես մեծերը դարձել մեծ։ Իհարկե, այստեղ մենք նախ եւ առաջ պետք է պատմական օրինակներով խոսենք, բայց մի անգամից ասենք, կանխելով մեր խոսակցության եզրահանգումը, ինչպես հաճախ լինում է, մի անգամից ասեմ, որ հաստատ ոչ մի մեծ ազգ չի դա այսօր ընդունված, այսպես ասած, մեծ ազգ հենց այսօրվա մեծ տերություններից, ազդեցություն ունեցող ազգից, ոչ ոք հաստատ այդպեսին չի դարձել, լինելով կարող այն մտածողության, մենք փոքր ազգ ենք, ոչինչ չենք կարող, որը մեզ պարտադրվում է եւ այսօր, եւ տասնամյակներ, միգուցե նույնիսկ չվախենամ ասել դարեր, բայց հաստատ տասնամյակներ դարձած ոչ մեկը այդպիսի մտածողությամբ չի դարձել երբեք մեծ, բայց նաեւ էլի կանխելով մեր հետագա զրույցը, օրինակները ոչ ոք ի սկզբանե հենց ինքնինով մեծ հաստատ չի եղել։ Բոլորը սկզբում եղել են պայմանական փոքր եւ դարձել են պայմանական մեծ։ Ինչ եմ ասում պայմանական, որտեղ մենք անցել անգամ տեսանք, որ այդտեղ պայմանականության ահագին աստիճան կա։ Եվ սկսենք օրինակներով։ Սկսենք բնականից մեր, այսպես ասած, հայ ազգի ամենասիրած մեծ ազգից, ռուսներից, իհարկե վերջի շրջանում այդտեղ մի քիչ ճգնաժամ կա այդ սիրո մեջ, բոլորս գիտենք, դա ինքնին վատ չի, բայց մի քիչ այստեղ ես կասկած ունեմ, որ ամեն դեպքում զգալի չափով, այսինքն զգալի մասի մոտ մարդկանց, ցավոք սրտի դա ոչ թե հետևանք է, արդյունք է հասկանալու ռուսական քաղաքականությունը, որը մեզ պետք է, եւ այդտեղ հիասթափության կամ հակառակը հիանալու խնդիր չկա, հասկանալու խնդիր կա, այլ ավելի շուտ նեղացվածության, որի հիմքում էլի այդ նույն սերն է, դա ինչու է վտանգավոր, սա իհարկե մի քիչ շեղում եմ մեր այսօրվա խոսակցությունից, բայց ամեն դեպքում սկսեցի ասեմ, դա վտանգավոր է նրանով, որ նեղացած է նա ով սիրում է, իհարկե իրեն հեշտ է հետ բերել։ Գիտեք, կյանքում էլ է այդպես։ Նեղանում է շատ սիրելուց, հետո մի հատ քնքշանք, մի հատ գլխին շոյել եւ նեղացածը միանգամից հետ է գալիս, որովհետեւ սիրում է։ Այս մտավախությունը ես ամեն դեպքում ունեմ, բայց լավ է իհարկե, որ ամենայն դեպս վերջին շրջանի իրադարձությունները, գոնե այդ մի բանը դրական է, մեզ ստիպում է մի քիչ ավելի փորձել գոնե վերանայել մեր այդ աշխարհի պատկերը։ Ամեն դեպքում սկսենք ռուսներից, դա բան չի, զարմանալի չի, որոնց հետ մենք այդքան հարաբերություններ ունենք եւ կարծում եմ այս վերջին 200 տարում եւ կարծում եմ իհարկե շատ, այսպես ասած, հայոց իմաստուններ կամ նաեւ ոչ իմաստուններ, երբ որ ասում են մենք փոքր ենք, նկատի ունեմ, որ կամ օրինակ մեծ ռուս ազգ է, ինչպես օրինակ նաեւ դա տենց սովետական շրջանում միշտ ասում է, չէ, մեծ ռուս ժողովուրդը շեշտվում էր հատուկ։
դա Ստալինի ձևակերպումն էր, մտել էր պաշտոնական լեզու։ Մի հատ հասկանանք ո՞նց է այդ մեծ ժողովուրդը, որը իսկականից ժողովրդավորը պետությունը, որը ունի, գիտեք, հսկայական ազդեցություն եւ ունեցել է եւ ռեսուրսներ եւ տարածք եւ բնակչություն ամեն ինչ ունի, այսինքն իրոք օբյեկտիվորեն կարող ենք ասել մեծ է նաեւ քանակով եւ իր ազդեցությամբ։ Մի հատ իսկականից հասկանանք ինչպես է այդպես ստացվել։ Բնականաբար պետք է գնանք պատմությանը եւ տեսնենք, որ այսօրվա Ռուսաստանի պետությունը ինքը շարունակությունն է, իհարկե որոշակի տրանսֆորմացիաներով շատ կարևոր, բայց շարունակությունն է շատ փոքրիկ մոսկովյան իշխանության կամ ինչպես դասագրքերում սիրում են գրել, միջեմը մոսկովյան ռուս։ Այնտեղ իհարկե եղել է նաև այսպես կոչված Կիևյան ռուսը եւ այլն, դա հիմա չենք վերցնում, դա նախապատմություն, դա այսօրվա պետության անմիջական, այսպես ասած, նախորդը չի։ Դա չգիտեմ, նախորդի նախորդն է կամ ինչ է, իհարկե մոսկովյան այդ իշխանությունը ինքը ձևավորվել է այդ կոնտեքստում, այդ հին ավելի Կիևյան, բայց այսօրվա ռուսական պետությունը անմիջական շարունակություն, այսինքն առանց ընդհատումների շատ կարևոր փոփոխություններ, բայց առանց ընդհատումների շատ փոքրիկ մոսկովյան իշխանության եւ ինքը Մոսկվան շատ փոքրիկ աննշան նույնիսկ ռուսական մասշտաբներով աննշան կենտրոն է, այնտեղ այդ ժամանակ շատ ավելի կարևոր են օրինակ Վլադիմիրը, չգիտեմ, Տվերը եւ այլ քաղաքներ, որ հենց հիմա Մոսկվայի կողքն են, եւ որ ասում ենք շատ փոքրիկ, դա իսկական շատ փոքրիկ է, դա այսօրվա երևի այդ Պատմասկովիա կոչվածը նույնիսկ կարող է ամբողջությամբ իր մեջ չտեղավորել, փոքրիկ հենց Մոսկվայի շուրջ, այսօրվա Մոսկվան շատ մեծ է ժամանակ, որը բարձր շատ ավելի փոքր, դա մի հատ իշխանություն էր եւ այնտեղ շուրջը ինչքան ռուսական քաղաք գիտեք, մեծ փոքր հենց հիմա Մոսկվայի շուրջ, դրանք բոլորը առանձին իշխանություններ էին, նույն Տվերը, Սուզդալը, չգիտեմ, Ռիզանը, այնտեղ մի հատ Ռոստովը, բայց ոչ այն հարավային Ռոստովը, այլ այն սկզբնական Ռոստով, եւ այլն, քարտեզին որ նայեք, տեսնեք թե ինչքան փոքր էր, դա խոսք ասենք 14-րդ դարի մասին է։ Եվ ինչպես է դա մեծանում։ Դա մեծանում է աստիճանաբար, մեծանում է որտեղ պետք է կռվով, որտեղ պետք է, այսպես ասած, դավով, խորամանկությամբ, նույնիսկ նենգությամբ, փողով, ինչով ասես, բայց մեծանում է հաստատ ոչ ոք նրանց ոչ իման ձրի չի տվել։ Նրանք սկզբից կլանում են այդ փոքրիկ ռուսական մյուս իշխանությունների իրենց շուրջ, նրանք սկզբում էլի որտեղ որ այսպես ասած պետք է կռվում են մոնղոլների դեմ, որտեղ պետք է հակառակը հավատարմորեն ծառայում են, օգտագործում են մոնղոլներին, եւ հետո երբ որ մոնղոլական այդ պետությունը սկսում է քայքայվել, այդ հսկայական տարածքները Եվրասիայի էլի քայլ առ քայլ ոչ միանգամից դառնում են այդ պետության մասը, ծավալվում է դեպի արևելք, ահռելի է այդ տարածքը, որ դուք այսօր տեսնում եք, ինքը սկսվում է այդ փոքրիկ իշխանությունից, գնում հասնում են Սիբիր, տարածքներ են նվաճում եւ ժողովուրդներ, որոնց ոչ ոք մինչև այդ երբեք չի նվաճել եւ այնտեղ ընդհանրապես չի եղել որևէ այսպես ասած քաղաքակրթություն, բայց դա հեշտությամբ չի եղել իհարկե, այդտեղ ապրող ժողովուրդները չեն եղել շատ այսպես ասած զարգացած քաղաքակիրթ, բայց ռուսներն են շատ մեծ ուժերով չեն գնացել եւ այդ շատ դաժան պայմաններ, որտեղ հասկանում եք ինչքան դաժան կլիմայական պայմաններ, անծանոթ լրիվ երկրներ ինք հասել են մինչեւ Խաղաղ օվկիանոսի ափ դարերի ընթացքում կռվով, դավով, էլի նույն արյունով, քրտինքով հասել են երբեք չի կարելի թերագնահատել ռուս ժողովրդի այդ ուժը։ Ես չեմ ասում լավ է կամ վատ է, ես չեմ ասում այդ նվաճումը լավն էր կամ վատն էր, ես գնահատականներ չեմ տալիս, ես ասում եմ ինչքան ահռելի ջանք եւ ուժ է դա եղել եւ ինչքան դժվարություն է դա իրենից ինչքան դժվար է դա եղել, ինչքան եւ այսպես ասած ընդհանուր մինչեւ արկածախնդրություն, ինչքան ռիսկ, ինչքան անհայտի դեմ ուրեմն անհայտի հետ առնչվելու կամք է դա ենթադրել, իրենք դա արել են, սա դեպի արևելք եւ ստացել են եւ մինչեւ հիմա ունեն այսօր այդ ահռելի տարածքը, այդ ահռելի ռեսուրսները, ի վերջո ամբողջ հարստությունը Ռուսաստանի այսօր դրա վրա է հիմնված, չէ՞, Սիբիրյան եւ Ուրալից այն կողմ եւ գուցե նաեւ այս կողմ, բայց այդ ահռելի ռեսուրսների վրա իրենք դարել են, իրենք չեն եղել մեծի սկզբան, իրենք դարձել են, որտեղ իրենք երբեք չեն մտածել, որ իրենք փոքր են, իրենք մտածել են սկզբում որ իրանք մեծ են եւ դարձել են մեծ եւ արևմուտքում իրանք շատ դաժան պայքար են նույնպես մղել սկզբում Լեհաստանի հետ այդ այսօրվա Լեհաստանն ու Ռուսաստանը չեն դա հետագա դարերի ընթացքը չի երբ որ Լեհաստանը ավելի sense փոքր եւ զոհի կարգավիճակում է Ռուսաստանի նկատմամբ հակառակը Լեհաստանը այն ժամանակ ավելի ուժեղ էր քան մոսկովյան իշխանությունը եւ ռուսական հողերի մեծ մասը
ռուսալեզու, sense ասենք, հիմա դա ռուսականա, բելարուսականա, ուկրաինականա, դա մեզ չի հետաքրքրում։ Այն ինչը որ ռուսալեզու ուղափառ ժողովուրդները իրենց մոտ էր այսօրվա նույնիսկ հենց Մոսկվային կպած Սմոլենսկա, չգիտեմ ինչ, այդ ամբողջ Մոսկվայից դեպի արևմուտք հենց բուն Ռուսաստանի տարածքներ, չեմ ասում Բելարուս եւ Ուկրաինա, նրանք Լեհաստանի մասն էին եւ Մերձ Բալտիկան եւ Լեհաստանը շատ ավելի հզոր պետություն էր, քան Ռուսաստանը եւ անվերջ կռիվներ էր մղում, գերիշխանության կռիվներ էին դրանք, որոնք չեն տվել մի օր, 2 օր, 44 օր, մի տարի, 10 տարի, դրանք մոտ 200 տարի տևել են եւ այդ կռիվներում հիմնականում ի սկզբանե թույլ կողմը եղել են ռուսները, հետո են ուժեղացել եւ Լեհաստանը հետո է թույլացել եւ իրենք նվաճել են իրենց նախկին, այսպես ասած, իրենց նկատմամբ գերիշխանության փնտրողներին, բայց դա եղել է պայքարի միջոցով։ Նույնը եկել հասել են մինչև Հայաստան, ո՞նց են եկել, որտեղ Մոսկվա, որտեղ Հայաստանը, ինչ կապ ունեն իրար հետ, մարդիկ եկել հասել են ստեղ։ Լավ են արել, վատ են արել, սա լրիվ այլ հարց է, նվաճող են եղել, այո, նվաճող են եղել։ Գնացել հասել են մինչև Աֆղանստանի սահման, նվաճող են եղել, այո, նվաճող են եղել, բայց դա ահռելի ջանք է եղել։ Դա հենց այնպես ձրի չի հասել այդ ժողովրդին։ Եվ այսօր, մինչև այսօր դուր է գալիս դա մեզ, թե դուր չի գալիս, իրենք ունեն այդ ազդեցությունը, իրենք ունեն այդ ռեսուրսը եւ իրենք գործոն են համաշխարհային եւ մեր նկատմամբ դե գիտեք ինչքան հզոր գործոն է, որքան էլ համաշխարհային հարաբերություններում, միջազգային հարաբերություններում վերջին, ասենք չգիտեմ, տասնամյակներում ավելի թուլացած են, քան ասենք չգիտեմ 20-րդ դարում, հա դասական է իրանց ուժի շրջանում, բայց մինչև հիմա ունեն եւ մեր հանդեպ շատ մեծ ազդեցություն եւ ուժ եւ հզորություն են եւ մենք մինչև հիմա, ասենք մեր մեծ մասը խոսում է ռուսերեն, այն շատերը նույնիսկ որպես իրենց երկրորդ կամ նույնիսկ առաջին հարազատ լեզու։ Ես ինքս օրինակ իմ համար ռուսերենը երկրորդ հարազատ լեզու է, ռուսերենը իմ համար օտար լեզու չի, ոչ թե իմ ընկալմամբ, այլ այս օբյեկտիվորեն այդպես է։ Այդ ինչու այդպես ստացվեց։ Որտեղ են ռուսները, որտեղ մենք։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանում ծնված հրանտը ինչ որ ես ինչ հեռավոր մոսկովյան իշխանության լեզվով խոսում գիտի այդ լեզուն, իրապետում է այդ լեզուն։ Հենց այդպես է ստացվում, որտեղ մարդիկ պայքարել են, մարդիկ ջանք են գործադրել, մարդիկ չեն մտածել մենք փոքր ենք, բայց իրենք օբյեկտիվորեն եղել են փոքր։ 1000 տարի առաջ ռուսները, ռուս, ասենք, այդ, չգիտեմ, ցեղ ասեմ, կորիզը ասեմ, այդ ժողովրդի հենց ռուս բուն, որոնք իդեպ Սկանդինավիայից են եկել եւ սլավոններին տիրապետել, իրանք իհարկե հայերից շատ ավելի փոքր են եղել եւ քանակով եւ ազդեցությամբ եւ հայտնիությամբ եւ ամեն ինչով դարձել են մեծ, բայց ելի եմ ասում դա ճակատագիրը չի նվիրել իրենց, իրենք են հասել այդ կարգավիճակի։ Լավ, ռուսներին թողեցինք մի կողմ, ռուսներին շատերը չեն սիրում, կասեն դե լավ, այդ միևնույն է փլուզվելու է ճարիքի կայսրությունը եւ այլն եւ այլն։ Եվ իդեպ բացի այն որ փոքր են, իրենք նաեւ չեն ունեցել մեծ հաշվով մինչեւ 19-րդ դար, ձեզ ասեմ, այդպես առանձնապես ունեցել են ինչ որ մշակույթ, չեմ ասում, ունեցել են, ասենք, այդ իրանց սրբապատկերներ էր հատկապես բան եւ այլն, բայց ոչ գրականություն են ունեցել առանձնապես, եթե նայեք, սա օբյեկտիվ եմ ասում։ Հետագայում ստեղծել են շատ մեծ եւ շատ լուրջ գրականություն եւ փիլիսոփայություն եւ արվեստ, այդ ամեն ինչը ունեն հիմա իհարկե, բայց մինչև 19-րդ դար չեն ունեցել։ Նույնիսկ լինելով այդքան ահռելի մեծ քաղաքական ուժ, կարող եք նայել, որ չգիտեմ, հայերենով, հին հայերենով ճիշտ է գրափարով, ասենք, չգիտեմ, օրինակ Արիստոտելը կամ Հոմերոսի Իլիադան ավելի շուտ են թարգմանվել, քան ռուսերենով նույնիսկ 19-րդ դարի դրությամբ։ Լավ, այդ ոչ թե բանի համար եմ ասում, որ մենք ինչպիսին ենք, չէ՞, որ ինչ ազգա եւ ինչ ուժիա կարողացել տիրապետել եւ հետո դրա վրա էլ ավելացել է քաղաքական ուժի վրա այդ ամբողջ արվեստ մշակույթ եւ այլն, դա գալիս է, երբ որ քաղաքական ուժը կա։ Հիմա լավ եմ ասում ռուսներին չենք սիրում կամ չեք սիրում, ասում եք փլուզվի եւ այլն, գանք ոնց որ մեր մոտ սիրում, ասենք քաղաքակիրթ աշխարհին, քաղաքակիրթ ազգերին, տեսնենք իրանց դա ցենց ի բնետրված է, թե իրանք էլ են ինչ որ ջանք գործադրել, չեն գլուխները սենց բանել են, մոխիր լցել են, մենք փոքրիկ, օրինակ մենք փոքրիկ անգլիացիներ ենք, վերցնենք հենց անգլիացիներին, այսօր անգլերենը համաշխարհային լեզու է, բոլոր մարդիկ ձգտում են իմանալ անգլերեն, արդյոք դա դրանից է, որ անգլերենը այդքան հարմար, այդքան հեշտ, այդքան չգիտեմ, բարեհունչ լեզու է, ոչ, որով այդ քաղաքական ահռելի ուժը եւ ազդեցությունը կարողացել է ստեղծել այդ ազգը մի լեզու, որի բառապաշարի ինքը գերմանական խմբի լեզու է, ընդհանրապես բավականին sense ասած գերմանական լեզվախմբի մեջ մարգինալ դեր ունեցող մի լեզու է, այդպիսի օրինակ կա ֆրիզերենը, որը անգլերենին ամենամոտ լեզուն է, նույնիսկ երբի չեք լսել դրա մասին, կղզիների վրա ապրում են։
ֆրիզերենն է, հա, ֆրիզերն է, մենակ կղզիների վրա չէ, Հոլանդիայում էլ են ապրել։ Փոքրիկ լեզու, անգլերենը դրա ամենամոտիկ ցեղակիցն է։ Եվ բառապաշարի կեսից ավելին անգլիական բառեր չեն, ֆրանսիական փոխառություններ են, որտեղ ժամանակին նվաճվել են։ Եվ բայց այդ լեզուն մարդիկ ուզում են սովորեն, ինքը համաշխարհային լեզու է, ինչու՞։ Տենց տրված է եղել սկզբում, իհարկե ոչ, եղել են շատ ավելի հզոր լեզուներ ժամանակի, որ մարդիկ ուզեցել են սովորել։ Ավելին, եթե նայեք այսօր ոչ մեն, ճիշտ է, Մեծ Բրիտանիան ինքը այսօր այդ հզորությունը չունի, ինչ որ երբեմն ուներ, էլի մեր ընկալմամբ մեծ ազգ է, բայց չունեն, ասենք 100 տարի առաջ կամ 17-րդ դարում ինչ որ իրանք ունեցել են գագաթնակետի ասած, բայց իրենք ստեղծել են այն երկրները, ասենք անգլալեզու երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, այսօր մարդկանց մեծ մասը ձգտում է հենց այդտեղ ապրել, դրանք ամենաբարգավաճող համակարգերն են համարվում, ամենալավը մարդու ապրելու համար, ամենամեծ հնարավորություններով, ամենահարուստները, ամենաազատները, ամեն ինչ իրենք դա ստեղծել են, այսինքն նույնիսկ իրենք այսօր այդքան հզոր տերություն չլինելով մեկ է աշխարհի այսպես ասած կեսը իրենցն է, որտեղ իրենց ստեղծած օրինակ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր համաշխարհային ուժ է։ Իրանք դրան հասել են, բայց բառացի մայրցամաքներ են բնակեցրել։ Հյուսիսային Ամերիկայի մեծ մասը, Ավստրալիան ու հասկանում եք, եւ բոլորը այդտեղ են ուզում գնալ, այդ թվում հայերը ինչու են ուզում գնալ։ Ինչպես է դա ստացվել։ Անգլիան ինքը իրենով, եթե վերցնեք մինչև այդ հզորացումը, որը սկսում է բավականին ուշ, ասենք, պայքարը հզորացման համար, ասենք, մոտավորապես 16-րդ դարից, բայց վերջնական այդ կարգավիճակի հասնում են 18-րդ դարի կեսին, նույնիսկ այդպիսի գիրք կա, չեմ հիշում, կարծեմ 1750 որ թվականը, հիմա չեմ հիշի թե 49-ը, այդ գիրքը կոչվում է այդ ինչ թվականը, երբ Անգլիան դարձավ գերտերություն, թե աշխարհի հզոր տերություն, այդ գիրքա դա։ Ուրեմն այդ ընթացքն է տվել, մինչև այդ դա եղել է եվրոպական համակարգում, փոքր նույնիսկ ամբողջ կղզին չի եղել, որտեղ եղել է Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, փոքրիկ պետություն, հաստատ ոչ ամենահզորը, այդ ժամանակ շատ ավելի հզոր էին նույն եվրոպական բանում կոնտեքստում Գերմանիան, Ֆրանսիան, հետագայում նաև Իսպանիան եւ մնացած բոլորը եւ մի նույնիսկ նորմանդացի դուքս, այսինքն Ֆրանսիայի մի փոքրիկ դքսության տերը Վիլհելմը այդ ամբողջ Անգլիան կարելի ասել մի օրում նվաճում է, դառնում է թագավոր, հիմնադրում է դինաստիան։ Այդքան այդ ա եղել Անգլիան։ Դանիացիներին հարկ են վճարել, դանիացիներն են գնացել եկել Անգլիա, նվաճել են Անգլիա, հարկատու են դարձել Անգլիան, սրանից է սկսվում անգլիական պետությունը, հասկանում եք։ Եվ նույնիսկ մի հատ փոքրիկ Ուելս նվաճելու համար, գիտեք, այդ փոքր կտորն է բրիտանական կղզու, որ հիմա Մեծ Բրիտանիայի իմաստն է, դարեր են ծախսել ու մեծ հպարտություն ա եղել, որ Ուելսը վերջապես նվաճեցին, ել չեմ ասում Շոտլանդիայի մասին եւ այլն, Իռլանդիայի մասին, այս ա եղել Անգլիա։ Այդ պետությունը, երբ որ 16-րդ դարում ինքը մտավ Իսպանիայի դեմ պայքարի մեջ, Իսպանիան այդ ժամանակ հզորագույն տերություն էր, ոչ միայն եվրոպական, եւ Անգլիան իր համեմատ շատ փոքրիկ մի հատ երևույթ էր, որը ասենք նույնիսկ տենց, ասենք, ինչ իրավունքով են տարապես մտնում Իսպանիայինները այդ ժամանակ արդեն գրեթե ամբողջ այդ Ամերիկան, այդ գաղութները ամերիկյան, Իսպանիան ամենահզորներ Եվրոպայում ուներ ամենահզոր բանակը, ամենահզոր ուրեմն նավատորմը, ոսկիները ասենց ուղղակի լցվում էին Ամերիկայից Իսպանիայի, ամեն ինչ ամենահզորն էր։ Եվ դաշնակից էին գերմանական կայսրերի հետ, նույն դինաստիայից էին Հաբսբուրգների, բոլորն էին իսպանացիներից Եվրոպայում վախենում կամ չգիտեմ, ընդունում իրենց տիրապետություն եւ Անգլիան այդ փոքրիկ կղզին այդ ժամանակ ինքը մարտահրավեր է նետում եւ պայքարում է ամենա էլի տենց գայլային կարելի ասել միջոցներով, ոնց որ ռուսների մասին էլի որ խոսում էիք, այդ բառը չօգտագործեք, բայց էլի խորամանկությամբ, ուժով, փողով, ամեն ինչով, այսպես ասած գայլությամբ եւ ծովահենությամբ սկզբում, որովհետեւ թույլ են իրենք ծովահեն էին, իրենք ավազակներ էին ըստ էության Իսպանիայի դեմ պայքարում։ Ամենա բոլոր մեթոդները օգտագործել են եւ հասել են նրան, որ իրենք են դարձել Իսպանիան թուլացել է եւ իրենք ուրեմն հաղթել են այդ պայքարում, բայց այդ պայքարում իրենք եղել են ի սկզբանե շատ ավելի թույլ կողմ, իրենք գնացել են դրան։ Սա առաջին փուլն է Անգլիայի իրոք մեծ ազգ դառնալու, մինչև իրենք չէին մեծ։ Իրենք փոքր են եվրոպական ազգերի մեջի, ավելի փոքր ազգերից էին։
Եվ հետո շարունակվել է պայքարը նույն Նիդերլանդների դեմ, իդեպ նույնպես ոչ շատ մեծ պետություն, ծովային արդեն տիրապետության համար, այդ մեծ ծովային առևտրի համար, հետո Ֆրանսիայի դեմ ընդཐུպ մինչև Նապոլեոնյան պատերազմը եւ նոր այդ ամեն ինչից հետո 19-րդ դարում վերջնականապես Անգլիան դառնում է պատմության մեջ ամբողջ աշխարհի առաջին իրոք համաշխարհային տերություն, մինչև այդ իրապես համաշխարհային տերություն չի եղել, որտեղ մինչև այդ եղել են, չգիտեմ, տարբեր մայրցամաքներում գերիշխող պետություններ, չգիտեմ, տարբեր ռեգիոններում, բայց իրոք համաշխարհային մասշտաբի, որ ասենք Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս, Հնդկաստանով, Ամերիկայով, Ավստրալիայով, այդ ամեն ինչով առաջինը անգլիացիներն են։ Մի հատ նայեք քարտեզին այդ փուճուրիկ, նույնիսկ տեսեք Մեծ Բրիտանիան մի վերցեք, հենց Անգլիան այդ կեսը այդ կղզու, այդ ըստեյության այդ փուճուրիկ կետը քարտեզի վրա մի հատ նայեք 19-րդ դարում ինչերին է տիրապետել։ Դե պատկերացնում եք Հնդկաստանն է նվաճել, հասկանում եք։ Այդ ո՞նց է եղել։ Կարող Հնդկաստանն ավելի փոքրական Անգլիան, Հնդկաստանի բնակչությունը ավելի փոքրական Անգլիային, Հնդկաստանի ռեսուրսները, հասկանում եք Անգլիայի ռեսուրսները եւ Հնդկաստանի ռեսուրսները, բնակչությունը, չեմ ասում մնացած ամեն ինչը։ Իրենք դրան հասել են պայքարով, ջանքով, արյունով, քրտինքով, ամեն ինչով, բայց հաստատ ոչ մեկ իրանց դա ձրի 100% չի տվել։ Եվ այդ ինչ որ մեկը ասի, օ նպաստավոր դիրք, լավ ինչ հեքիաթներ ենք պատմում, դա հեքիաթներ են այդ բոլորը։ Քանի է տենց կղզի կա աշխարհում։ Այդ Ճապոնիան չի ամբողջ աշխարհը չի գրավել, չգիտեմ, Սախալինի բնակչությունը չի ամբողջ աշխարհը չի գրավել։ Քանի տենց կղզիակներ կան մեծ ու փոքր աշխարհում, ինչի չեն արել, ինչու չեն գրավել։ Այդ նպաստավոր դիրքը լավ է, մենք է շատ նպաստավոր դիրք ենք ունեցել։ Հայկական լեռնաշխարհը ամբողջ մերձավոր իր արևելքին նկատմամբ գերիշխող դիրք ունի։ Այդ ինչի մենք մինչև Եգիպտոս չենք sense տիրապետում։ Այսինքն նպաստավոր դիրքը շատ քիչ է, լավ է, բայց շատ քիչ է եւ ցանկացած դիրք կարող է դառնալ նպաստավոր, եթե կա մարդը, մարդկանց ջանքը, մարդկանց կամքը, մարդկանց հոգեբանությունը։ Եվ էլի հաստատապես անգլիացիները այդ դիրքին հասել են եւ այսօր դուք սովորում եք անգլերեն լեզու ոչ թե նրա պատճառով, որ իրենց նախնիները, որոնք օբյեկտիվորեն փոքր են եղել ավելի քան իրենց շրջապատը, ամբողջ օր ասել են մենք փոքր անգլիացիներ ենք, մենք բան չենք կարող անել, մեր լեզվի կեսը ֆրանսիական փոխառություններ են, դանիացիները եկան մեզ թալանեցին, Ֆրանսիայում Նորմանդիայի փոքրիկ դքսությունը եկավ մեզ ամբողջ Ֆրանսիան, ամբողջ Անգլիան նվաճեց։ Չէ, այդ չի եղել իրենց մտածում հակառակամ Իսպանիայի դեմ մենք ոնց կարող ենք կռվել, ոնց կարելի է կռվել Իսպանիայի դեմ, դա այն ժամանակվա թիվ 1 պետությունն էր, ոչ միայն Եվրոպայում, այլև այդ ամբողջ Ատլանտյան օվկիանոսում։ Իրենք այդպես չեն մտածել։ Եվ կապ չունի հա, այն ժամանակ ուրիշ չէր։ Այն ժամանակ ավելի դժվար էր, ավելի բարդ էր, հիմա ավելի հեշտ է, այն ժամանակ շատ ավելի դժվար էր, երբ որ մարդիկ չունեին այդ տեխնոլոգիաները, ոչ մի բան չունեին, այսինքն այդ ամեն ինչը այդ տեխնոլոգիաների դարում է արվել։ Եվ իդեպ հիշատակեցիք Նիդերլանդները կամ չհիշատակեցինք, բայց այս պատմության մեջ նաև Պորտուգալիան, դուք տեսել եք Պորտուգալիան քարտեզի վրա։ Եվ երևի գիտեք, որ պորտուգալացիները նույնպես այդ պայքարի մեջ դեր են ունեցել համաշխարհային տիրապետության համար։ Եվ երբ որ դուք նայում եք Պորտուգալիան եւ նայում եք Բրազիլիային, այսինքն քանի է Պորտուգալիա գտնի Բրազիլիայի մեջ, բայց Բրազիլիան խոսում է պորտուգալերեն։ Այդ ահռելի տարածքը խոսում է պորտուգալերեն, ինչու, որտեղ այդ պորտուգալացի փուճուր ժողովուրդը գնացել է եւ կարողացել է այնպես անել, որ այսօր մի հատ ահռելի հսկա երկիր իր լեզվով խոսա, ոչ միայն Բրազիլիան, բայց Բրազիլիան հատկապես, այսինքն հասկանում եք ինչ է դա։ Այո, իրանք վերջնական մրցակցության մեջ պորտուգալացիները չեն դիմացել, բայց ագին ժամանակ եղել են այդ մրցակցության մեջ նույնը հոլանդացիները։ Իդեպ այստեղ մի հատ գիրք ունեմ, հենց պորտուգալական այդ էպոսն է, Լուզիադները, հայերեն թարգմանել են այս վերջերս, ինքը հենց դրա մասին է։ Իրենք եւ այդ անկալման մասին է, ինչպես են իրենք այդ ամբողջ այդ մեծ հայտնագործությունների դարում, այդ ծովագնացության դարում, այդ ամբողջ այդ իրենց պայքարը նկարագրում պորտուգալացիները եւ համարում է պորտուգալացիներն այդ իրենց պոետն է ազգային, Աստծո ընտրել ազգ, ոչ թե փոքրիկ ազգ, ոչ թե մենք փոքր ենք, այլ հակառակը Աստված մեզ ընտրել է եւ մենք աշխարհն ենք հայտնաբերում։ Սա այս մտածողությամբ են ժողովուրդները ինչ որ բանի հասել եւ մեծ դարձել։ Ոչ մեկ ի սկզբանե Աստծո կողմից մեծ չի ստեղծվել։ Աստված տալիս է ներուժը։ Ուզում ես դարձի մեծ, տալիս է աշխարհը։
բայց ինքը քեզ մեծ ու փոքր չի ստեղծում։ Դե ինչքան կարող ենք այս օրինակները շարունակել, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներ էլի հիշատակեցինք Անգլիայի գաղութ է եղել։ Այդ հիմա որ դուք նայում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների քարտեզ, դա այդ մեծ տարածքը չի եղել, երբ որ իրենք Անգլիայից ազատագրվել են, ապստամբել են, որ հեշտ բան չէր ապստամբել Անգլիայի թագավորի դեմ, որը իրենց հիմնադիր պետություն է, դա 13 գաղութ այդ Ատլանտյան օվկիանոսի ափին են, մի քանի են Պուջուրիկ, ինչքան նահանգ գիտեք Ամերիկայում, այդ դրանք են զուտ ափով sense գնացող մի հատ շղթա է։ Դրանք շատ մեծ չեն եղել, շատ մեծ ուժ չեն ունեցել, բայց ունեցել են այդքան կամք ու կորով, որ իրենց ազատության համար պայքար մղեն, ազատության արժեքներ տարածեն, ստեղծեն անկախ նահանգները, այդ միությունը նահանգների, արդեն Անգլիայից անկախ, եւ հետո նոր այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգների մի 70-80%-ը նոր դրանից հետո էլի շատ դժվար ձեւ, որտեղ մարդիկ գնում են դեպի անհայտություն, այդ թեկուզ վեստերն կինոները նայել եք։ Այսօրվա մեր մեզ քարոզվող այս ճակերտավոր հայկական մտածողությամբ ո՞ր մեկը կգնար այդ անհայտության մեջ, այդ չգիտեմ, այդ բաները կաներ, այդ անհայտ հողերը կյուրացներ, ոչ։ Այսօրվա մեր մտածողություն ցավոք միայն յուրացնողի, սպառողի հոգեբանություն է։ Մենք կգնանք Լոս Անջելեսում կապրենք, արդեն երբ որ այնտեղ ամեն ինչ լավ է, կգնանք Մելբուրնում կապրենք, չգիտեմ, Տորոնտոյում կապրենք, բայց մենք չենք մտածի Լոս Անջելեսը ինչ էր 150 տարի առաջ, այդ ինչ չոլ էր, ու մարդիկ, որ այնտեղ գնացել են, ինչ խելագար գիժ են եղել, հաստատ իրենք չեն եղել մեր այսօրվա հայերիս այսօրվա մտածողության պես արկածախնդիր մարդիկ են եղել, գնացել են ռիսկով, գնացել են իրանք էլ չգիտեն ուր, գնացել են թեկուզ ոսկու տենդի հետևից, բայց դա մեծ ռիսկ եղել։ Կեսը մեռել են սովից, կռիվներից, անօրինականությունից, բայց ստեղծել են այսօր մի բան, որը մենք վայելում ենք հայ ազգին, ոչ միայն հայ ազգի զգալի մասը վայելում է, ինչպես վայելում է այդ ամեն ինչը, կամ դուք պատկերացնում եք ինչ բաներ, ասենք 19-րդ դարի սկզբում մարդը գնար Ավստրալիայում ապրեր, ընդհանրապես աշխարհի ծերը անհայտ, terra incognita, այսինքն անհայտ հող։ Ճիշտ է, մի մասին որպես ուղարկում էին պարտադիր հանցագործ, որպես, բայց հագին մասը հետագայում գնացել է ինքնական, էլի ոսկու տենդ է եղել, եւ բայց դա եղել է չոլերի չոլը։ Ավստրալիայի մեծ մասը մինչև հիմա էլ կներեք չոլ, անապատա, մենակ ափերն են բնակեցված նորմալ, բայց չոլերի չոլն է եղել աշխարհից այդ դուտեղ գնում էր անվերադարձ։ Եվ ստեղծել են մի երկիր, որտեղ այսօր հաճույքով բոլորն են գնում, եւ հայերն են գնում, եւ չգիտեմ հնդիկներն են գնում, եւ չինացիներն են գնում, արդեն հարմարված կոմֆորտ տեղի մեջ, բայց մարդիկ ստեղծել են եւ դարձել են ինչ-որ բան, որով երբեք չեն խեղճի հոգեբանություն, երբեք չեն ուզել խեղճերը ոչ մի բան երբեք չեն ստեղծել եւ չեն ստեղծելու եւ չեն ունենալու։ Խեղճերը ոչ միայն մնալու են խեղճ, խեղճերը ավելի ու ավելի խեղճ են դառնալու, եթե խեղճի հոգեբանություն են ընդունում։ Չգիտեմ, ես անverջ կարող եմ այս բանը շարունակել ու հաստատ համենայնպես ոչ նվնվալով ոչ ոք ոչինչ բան չի ստեղծել։ Մենք խոսում ենք մայրցամաքներ բնակեցնելուց, չգիտեմ, նվաճելուց աշխարհներ, իսկ այսօրվա, ասենք, հայաստանցուն ներշնչվում է, որ մի հատ փոքրիկ Արցախը ինքը չէր կարող պահել։ Դա ոնց կարող է ինքը պահել, ախր դա մեր ուժերից վեր։ Փոքրիկ մի հատ հողի կտոր։ Լեմաս մարդիկ մայրցամաքներ են նվաճել, մարդիկ հասել են օվկիանոսից օվկիանոս։ Մարդիկ, չգիտեմ, ինչերի միջով են անցել, ինչպես են նաև կարճել են, նաև իրենց ազատության համար են պայքարել, նաև հասել են այդ ազատություն։ Մենք մի հատ փոքրիկ բան չենք կարող, մենք ով ենք, որ ինչ-որ բան կարողանանք անել։ Մենք փոքրիկ ենք, մեզ տենց Աստված ստեղծել է, չէ՞։ Աստված բոլորին էլ փոքրիկ է ստեղծել։ Ի վերջո նաև, եթե ուզում եք, կարող Թուրքիայի օրինակն էլ բերենք։ Եթե ձեզ թվում է թուրքերն են ի սկզբանե մեծ ժողովուրդ եղել, իհարկե ոչ։ Օսմանյան կայսրությունը չեմ գերցնում, էլի այդ Սելջուկ, դրանք նախնական բան են։ Այսօրվա Թուրքիան սկսվում է Օսմանյան բուջուրիկ իշխանությունից, ոնց որ Մոսկովյան իշխանությունը Ռուսաստանն է, տենց էլ Օսմանյան այդ Սելջուկյան տերությունը ինքը շատ արագ փլուզվել է հազարավոր մանր-մուներ իշխանությունների եւ հետո եղել է Իքոնիայի սուլտանատը եւ դա էլ երբ որ փլուզվել է մնացել են տարբեր բուջուր իշխանություններ, որոնցից ամենափոքրերից մեկը Օսմանյան բեյլիկ էր կոչվում, այսինքն Օսմանյան իշխանություն կամ ինչ բուջուր մի հատ կտոր է հողի, երևի այսօրվա Հայաստանի չափ։
դա դարել է ահռելի Օսմանյան կայսրություն, հաստատ ոչ նվնվոցով, հաստատ մենք փոքրիկ օսմանցիներս ոչինչ չեն կարող անել, նվաճել սկզբում ամբողջ Փոքր Ասիան, գնացել են Եվրոպային մխրճվել, Մերձավոր Արևելք, հասել են Հայաստան, Աֆրիկա, մինչև Ալժիր, Մարոկկո եղել է Օսմանյան կայսրության մասը, Սաուդյան Արաբիան եղել է Օսմանյան կայսրության մասը, այսօրվա Իրաքը, Սիրիան եղել է Օսմանյան կայսրության մասը, Հունաստանը, Սերբիան հասել են մինչև Բուդապեշտ, հասել են Վենայի դարպասներին, ով է իրանց օգնել, ով է իրանց դա տվել, ով է իրանց դա ծրի տվել, այդ ինչ ռեսուրսների են իրանք ի սկզբանե տիրապետել, ոչ մի բանի, բացի իրանց մտածողությունից, հոգեբանությունից, ընդ որում, սա ինչ որ արտառոց մտածողություն չի, արտառոցը մեն է, ինչ որ մեզ ներշնչվում է, սա նորմալ մարդու հոգեբանություն է, նորմալ մարդը, նորմալ ազգը, նորմալ հանրությունը երբեք չի ունենում ես թույլիկ եմ հոգեբանությունը, դա բնական չի, դա նորմալ չի, ոչ մարդու համար, ոչ ազգի համար, դա կարող է լինել միայն ինչ որ կամ անառողջության հետևանք, կամ հոգեբանական ինչ որ լուրջ խնդրի հետևանք, կամ եթե ինչ որ մեկը քեզ դա փորձում է ներշնչել հանուն ինչ որ բանի, ոնց որ մեր էլիտաները մեզ դա ներշնչում են, իհարկե, որովհետև իրենք ուզում են, որ մենք ծառայենք օտար շահերին, ուրիշ այդտեղ գաղտնիք չկա, այնպես չի որ մեր ազգը բնականից տես մտածողություն ունի, եթե տենց լիներ, մենք վաղուց, շատ վաղուց չենք լինի։ Եթե այսօր կա հայ ազգ, դա նրա շնորհիվ է, որ մեր նախնիները հաստատ այդպես չեն մտածել, մենք կարող ենք մի օր մեր պատմությունն էլ այդ տեսակետից դիտարկել, գուցե ոչ այս թեմայի կապակցությամբ, որ շատ չի երկարացնենք, բայց մի ուրիշ էլի առանձին առիթ կգտնենք, տեսնենք հայոց պատմության մեջ ինչպես է եղել, օրինակ, երբ որ ես ասացի, որ փոքրիկ ուրեմն պետությունից, որտեղ պետքա կռվով, որտեղ պետքա դավով ստեղծել են ինչ որ մի հատ ավելի մեծ միավոր, նույն Կիլիկյան Ռուբինյանները մի բերդից են սկսել։ Ճիշտ է, Կիլիկյան չի դարձել համաշխարհային տերություն, բայց եթե դուք պատկերացնեք այդ մի բերդից, ինչ որ բավականին պատկառելի տարածքով տերություն այդ ռեգիոնում ստեղծել, դա էլի հաստատ մենք փոքրիկ թույլ ենք մի հատ բերդ ունենք մտածողությամբ հաստատ չի լինի։ 100 տարվա մեջ իրանք այդ փոքրիկ լեռնային բերդից հասել են մինչև ծով, պայքարներ են մղել եւ ներքին եւ արտաքին գրեթե անverջ, բայց հասել են ու էլի եւ խորամանկությամբ, եւ կռվով, եւ ամեն ինչով ինչ որ հնարավոր է ունեցել են ոչ թե գառնուկի, ոչ թե կներեք ոչխարի, այլ գայլի հոգեբանություն։ Կներեք, այսօր այդ գայլի օրինակը շատ են բերում, գուցե ինչ որ մեկին չափազանցված թվա, բայց դա ի վերջո պետությունները այո այդպես են ձևավորվում։ Եվ մենք կարող ենք այս օրինակները անverջ խոսալ, բայց եթե այսօր ամփոփենք եզրահանգենք, ակնհայտ է եւ որ երկրի պատմության մեջ ուզում ես խորացի, որ ազգի, որ մեծ ազգին հատկապես ուզում ես, բոլորը դարձել են մեծ, լինելով ի սկզբանե փոքր, բայց վերցնելով իրենց վրա ինչ որ առաքելություն, լինելով առողջ հոգեբանության կրող եւ հասնելով շատ մեծ իրոք ես ես շատ կարճ պատմեցի, բայց այդ ամեն ինչը զոհաբերությունների բառից բուն իմաստով արյունի եւ քրտինքի արդյունք է, ուրիշ ոչ մի բանի, ոչ մի ձրիակերության, ոչ մի մեզ ինչ որ մեկը կօգնի, օգնել են, երբ որ տեսել են, որ օգնելու իսան են, որտեղ ինչ որ մի որտեղ ատամ են ունեցել, էլի գալիս եմ այսօր անդադ այդ գայլի ատամներ են ունեցել, գայլերը իրենց ընկերներ են գտել։ Գառնուկները ցավոք սրտի այս աշխարհում գոնե միջազգային հարաբերությունների աշխարհում չեն գտնում ընկերներ։ Ու դա երևի նորմալ է, հա, այդպես եկեք շատ դրա մասով չտխրենք։ Եթե եզրափակենք ու գուցե կամուրջ գցենք հաջորդ խոսակցությունը, չնայած մինչև վերջ վստահ դեռ չեմ պլանավորել հենց հաջորդը, այն մյուս հարցը, իսկ ինչպես ստացվեց, որ մենք դարձանք փոքր։ Դա էլ ինչ որ տենց չար բախտներ, հանգամանքներ էին, ինչ որ փոքր, նաև քանակով փոքր նկատի ունեմ օրինակ, նաև ազդեցության փոքր, նաև ինքնաընկալման փոքր։ Այդ ինչպես է լինում, որ դառնում են մենք տենց ենք ի սկզբանե, տենց տրված է եղել մեզ։ Դե կարող է ստեղ էլ կա խնդիր հոգեբանության խնդիր եւ ամենակարևորը միգուցե հարց եմ դեռ տալիս ինչքան ավելի շատ ես դու քեզ ասում ես փոքր եմ միգուցե դու հենց ավելի ու ավելի փոքր էլ դառնում ես եւ այդ անverջ փոքրանալու ճանապարհն էս բռնում նման է մեր պատմությանը անverջ փոքրանալու եւ նույնիսկ մեր սերունդը ցավոք սրտի այդ տեսա նորից փոքրացում իսկ միգուցե փոքրացումը հենց գալիս է գլխից է սկսում երբ որ ասում ես փոքր
հոգնանում ես։ Ես երկու չեմ ասում, որ հոգեբանությունը ամեն ինչ որոշում ես աշխարհում, ինչ ճիշտ հասկացեք։ Պարզ են բոլոր նյութական բաները, մանավանդ ինձ համար, ես այդ բանում ես միշտ սիրում եմ բալանսավորել, եթե լսել եք նույն ռուս-թուրքական ուրեմն վանդակը, այնտեղ կա այդ ամեն ինչը։ Բայց բնականաբար երկուսն էլ դեր ունեն եւ քանի որ մեր մոտ մեզանում նյութականը չափից ավելի եւ քանակականը այսպես քարոզվում է որպես վճռ, ես ստիպված եմ մի փոքր շեշտը այս անգամ դնել դեպի այդ հոգեբանականը, հասկանալով հանդերձ, որ երկուսը նույնքան կարևոր են։ Կշերքի նժարի վրա երկուսն էլ կարևոր են, հավասար դեր ունեն, բայց այս մեկը մենք թերագնահատում ենք կամ մեզ ստիպում են թերագնահատել, դրա համար մենք կփորձենք հավանաբար, եթե այլ թեմայի չանցնենք, փորձենք մի հատ այդ տեսակետից լինենք։ Մենք ինչպես է որ փոքր ենք քանակով, ընկալմամբ, չգիտեմ ինչով, դա ինչ որ պահից եղել է, թե դա ի սկզբանե այդպես է եղել։ Սա մյուս անգամ հավանաբար կխոսանք, իսկ այսօր այսքանը կհանդիպենք։ Շնորհակալություն շատ, եթե մինչև վերջ լսեցիք։